Chevrolet-ի վարորդ, աճ ընդունեք, սպասեք։ Մենք շատ ուշադիր ենք հեռախոսին, արագությանը, ամրագոտուն։ Բարև ձեզ, գնդապետ Խուդինյան։ Կարող է ինչ-որ բան եք օգտագործում։ Դուրս եկեք մեքենայից, քաղաքացի։ Ըստ ձեզ ինքը մյուս անգամ երկրորդ շարքը կանգրի, թե չէ։ Հարգելի քաղաքացի, անցումներից օգտվեք։ Տասերկու կարգախմբով դուրս եմ եկել 27 տեղամաս։ Ինձ համար շատ կարևոր է, որ այսօր ես լինելով բարեկ կարգավիճակում ավելի հստակ տեսնեմ, պատկերացնեմ բարեկը ինչպես է ծառայություն իրականացնում, ինչ խնդիրներ կա, ինչի չէ նաև ինչ իրավիճակներ ա, որ մենք առնչվում ենք։ Շատ են դեպքերը ոչ սահմանված վայրով անցնելու։ Մեր կողմից կատարված ծառայությունների ընթացքում բավականին գիտակցական մակարդակը քաղաքացիների բարձրացել է։ Խանջանից դեպի Տիգրան մեծ բեռնատար անցավ, վրայի ծածկը քաշած չէր, մեր գործընկերներից թող մոտենան արձանագրեն։ Տոպելի վարորդ, մեքենան դուրս անեք։ Գնդապետ Խուդինյան, բարև ձեզ, դուք ամրակապված չեք երթևեկում, իսկ տեղյակ եք, որ ձեր մեքենա այդտեղ զննման ժամկետը անցել է։ Պարտադիր ամրակապված եղեք։ Ես ոնց հասկանում ես կորյուն փողոցը, որ կա միշտ երկրորդ շարքի խնդիրը։ Բարև ձեզ, բարեկային ծառայությունից գնդապետ Խուդինյան, առաջացեք խցանում եք ստեղծում։ Նիսան մեքենայի վարորդ, մոտեցեք մեքենային, դուրս բերեք երկրորդ շարքից։ Բարև ձեզ, բարեկային ծառայությունից գնդապետ Խուդինյան, նշեմ, որ մեր խոսակցությունը տեսաձայնագրվում է։ Ինչի է երկրորդ շարքում մեքենան, հատկապես Ալբազյան փողոցից անաբեռնված փողոցը, պատկերացրեք ինքը մի գոտի է, մի գոտի կեսնել որ փակում եք, արդեն խնդիր առաջանում։ Ըստ ձեզ ինքը մյուս անգամ երկրորդ շարքը կանգրի, թե չէ։ Չէ։ Մեզ վթարեք կցեք։ Եթե ավարտել եք փոխանցեք։ Փոխանցեք։ Մենք էսա կզբաղվենք։ Արդեն ասֆայով էսա կձևակերպենք։ Մեհանուրության ընդունելու հարց կա։ Չէ, ընդունել է։ Ապա են զանգում, ապայից հետո զանգում են, մարդիկ մտածում են, թե բարեկային ծառայողները ուշ են գալիս դեպքի վայր։ Բայց բարեկային ծառայողի խնդիրը չէր։ Մեզ կցել էին, մենք 15 րոպեից ստեղ էինք։ Հերացի մոտի վթարը ձևակերպել ենք, ամեն ինչ նորմալ է, մեքենաները դուրս է բերվել։ Դուք ամրակապված չէիք, աջ սպասում կպահեք։ Եթե ինքը ազնիվ ասեր, ես կարող էի իրան ներեի։ Հավատացեք, որ ես ինքս ունեցել դեպք, որ քաղաքացին ասել է հենց ես տեսա, Այո։ ձեր ներկայությունը ինձ հալտեց ու ես ամրակապվեցի։ Եթե ինքն էլ ազնվություն ցուցաբերեր, կարելի էր իրան։ Բարև ձեզ, բարեկային ծառայությունից գնդապետ Խուդինյան, մեր խոսակցությունը տեսաձայնագրվում է։ Դուք մեքենան վարել եք առանց ամրագոտի, մենք դա ֆիքսել ենք եւ արձանագրություն կազմենք, խնդրեմ մեքենայի փաստաթղթերը։ 61 մեքենայի վարորդ, դուրս բերեք մեքենան։ Մեր նաեւ խնդիրներից մեկը առաքիչներն են։ Եղավարագացրեք դուրս բերեք մեքենան, խցանում մի ստեղծեք։ Դեպի հրապարակ սպիտակ Mercedes է մոտենում, դիմացի համարները բացակայում են։ Մենք շատ ուշադիր ենք հեռախոսին, արագությանը, ամրագոտուն,
ոչ թափ վիճակում վարելուն։ Chevrolet-ի վարորդ, աճ ընդունեք, սպասեք։ Այդ անվադողերի մասով հասկանանք։ Բարև ձեզ, Գնդապետ Խուդինյան, ձեր անվադողերը ձմեռային են։ Ես հիմա կապով լսում եմ, որ իրանք իրար հետ սինխրոն աշխատում են։ Ամեն մի խաշպերուկ իրար հետ կապա տալի եւ սինխրոն աշխատում է։ Բացել, փակել։ Մտնենք բակային հատված։ Բարև ձեզ, Գնդապետ Խուդինյան, ձեր խոսակցությունը տեսաձայնագրվում է։ Նորմալ է ձեր մոտ ամեն ինչ։ Նորմալ է։ Օգնության կարիք ունեք։ Դե, դա լավ է։ Մի մամը կանգնած եմ։ Ինչ եք մոտիկացել, փաստը։ Դե կասկածի տեղիք տվեց, կարող է ինչ-որ բան եք օգտագործում։ Դուրս եկեք մեքենայից քաղաքացի։ Դե միշտ պահում։ Ոստիկանությունը ձեզ օրինական պահանջ է ներկայացնում եւ ժամանակ է տալիս, դուրս եկեք մեքենայից։ Չի համար, ինչ եմ արել։ Այլապես ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով հարկադրանքի միջոց կկիրառի, դուրս եկեք։ Եղավ շնորհակալություն։ Բարև ձեզ, ամրակապված եք, ամփորձանք, ապրեք, շատ շնորհակալ եմ։ Հիանում ես էլի լավ քաղաքացիներով, օրինապաշտ քաղաքացիներով։ Ավարտել ենք ծառայությունը, մոտենում ենք բազա հերթացող։ Ամփորձենք ծառայություն։ Ամփոփելով կարող եմ նշել, որ մեկ օր ենթակա աշխատակցի դերում ծրագիրը ինձ հնարավորություն տվեց առավել մոտ լինել ծառայողի աշխատանքային առօրյային, խորապես գնահատել նրա առջև դրված խնդիրների իրական ծավալը։ Արձանագրեցի այն բոլոր կարիքները, որոնք ղեկավարի դիտանկյունից երբեմն ամբողջությամբ տեսանելի չէին։ Նախաձեռնությանը մասնակցությունը կարևոր փորձառություն էր։ Վստահ եմ, որ այն կօգնի առավել արդյունավետ լուծել ծառայության առջև դրված խնդիրները, նպաստելով բարեկամային ծառայողների աշխատանքի արդյունավետության շարունակական բարձրացմանը։